Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր 2026 թվականի հունվարի 12-ն է, ես այժմ գտնվում եմ Ստեփանավան քաղաքի քաղաքային գրադարանում, գրքեր եմ բերել հանձնեմ գրադարանին, որովհետև վերցրել եմ նոր գրքեր, հիմա ցուցադրեմ, թե ինչ գրքեր եմ վերցրել գրադարանից, ուրեմն վերցրել եմ Ագաթա Քրիստի, առեղծվածային պատահար Սթայլում և Վիկտոր Բալայան և վերցրել եմ ահա այս գրքերը, նորից Ագաթա Քրիստի, 5 խոզուկներ և ծռմռված տունը։ Բոլոր ընթերցողներին կոչ եմ անում խնամքով վերաբերվել գրքի հետ, այսինքն երբ որ գրադարանից գիրք եք վերցնում, հորդորում եմ էջերը չպոկել, զերծ մնալ այդ քայլից և գրքի վրա գրավոր նշումներ չանել և խնամքով վերաբերվել գրքի հետ և պատշաճամկետներում վերադարձնել գրադարաններին ձեր կողմից վերցված գրքերը, նաև ցանկանում եմ իմ հետևորդներին տեղեկացնել, որ ներկայումս իմ կողմից Ստեփանավան քաղաքի քաղաքային գրադարանի տնօրինության հետ վարվում են բանակցություններ, որպեսզի ինձ թույլատրվի, որ ես առաջիկայում Ստեփանավան քաղաքի գրադարանում հրապարակեմ իմ կողմից գրված սիրային պատմվածքը Հիվանդի և բուժքրոջ սիրո պատմության վերաբերյալ, որը իրական պատմություն է, բնականաբար անունները փոխված, բավականին ռոմանտիկ և հետաքրքիր պատմություն է, վստահ եմ, որ երիտասարդներին անշուշտ կհետաքրքրի իմ պատմվածքը։ Այժմ ցուցադրեմ Ստեփանավան քաղաքի հարուստ գրադարանը, բավականին բազմաժանր գրքեր են այստեղ պահվում, թե դետեկտիվ ոճի, թե արկածային գրականություն, թե հայ դասականներ, իհարկե ես շատ կցանկանայի, որ իմ տանն էլ այսպիսի մեծ քանակությամբ գրքեր լինեին, չնայած ունեմ որոշակի քանակությամբ գրքեր, բայց ոչ այսքան շատ։ Ասեմ, որ ես արդեն մի քանի տարի է, որ օգտվում եմ Ստեփանավանի քաղաքային գրադարանից, սակայն հիմա որոշեցի այդ մասին բարձրաձայնեմ և հանրայնացնեմ այդ ամենը, քանի որ կարծում եմ, որ իմ հետևորդներին կհետաքրքրի, թե ես ինչպիսի գրականություն եմ նախընտրում ընթերցել, ասեմ, որ այս պահի դրությամբ հիմնականում ընթերցում եմ իրավաբանական բնույթի և հոգեբանական բնույթի գրականություն, իսկ դետեկտիվ ժանրի գրականությունը դա ընդամենը երբ որ ազատ ժամանակ եմ ունենում, այդ ժամանակ եմ ընթերցում։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։